Այս հայկական ստարտափը երևի ամենաշատը օգտվեց AI բումից։ 4 կետ, որոնք կօգնեն հասկանալու, թե քո բաժնետոմսերը ինչու են աճում կամ նվազում։ Ինչքան փող է անհրաժեշտ Հայաստանում ֆուտբոլային ակումբ ունենալու համար։ Բավականին շատ օրենսդրական փոփոխություններ են եղել, որոնք ընդունվել են կամ տենց ինչ-որ անոնս է եղել դրանց հետ կապված, արի հերթով անցնենք։ Մի հատ էլ զավեշտալի անոնսով նորություն եղավ, երբ որ Ասեմ որը։ հա Որ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջից ինչ-որ բաներ ասում, չէ, բայց քանի որ իր վրա միկրոֆոն կար, լսվեց ինչա։ Դուք ամեն օր կայացնում եք ֆինանսական որոշումներ։ Հարցն այն է, թե դրանցից քանիսն են աշխատում ձեր օգտին։ Մենք այստեղ ենք, որպեսզի այդ թիվը մեծացնենք։ Օգտակար ինֆորմացիա, ուղեցույցներ, իրական кейսեր եւ որոշումներ, որոնք կայացնում են ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով եւ տրամաբանությամբ։ Բարի գալուց ֆինանսական բանականություն, բաժանորդագրվեք How to be Edge-ին եւ գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում։ Իսկ մենք սկսում ենք։ Սկսենք մի շատ ողջևորող լուրից, մեր ստարտափ էկոհամակարգից։ Ուրեմն այս հայկական ստարտափը երևի ամենաշատը օգտվեց AI բումից։ Wirestock-ը հայտարարել է $23 միլիոն ներդրում ներգրավելու մասին, որը հայկական ստարտափի համար բավականին լուրջ թիվ է։ Եվ ներդրողներն են Nava Ventures-ը, SBVP այս բարդ անունով վենչուրային ֆոնդը, բայց ինչի եմ դա նշում, որովհետև համահիմնադիրը Meta-ի նախկին գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգն է, եւս մեկ այլ ֆոնդ եւ նաեւ հայկական Ֆորմուլա վենչուրային ֆոնդը, որը դեռ 2023-ից թե 22-ից կարծեմ Wirestock-ի մեջ առաջին փուլով դեռ ներդրում էր արել։ Բայց ինչն է ամենատպավորիչը, որ այս ստարտափը ժամանակին փոխեց իր ուղղությունը, ստարտափների լեզվով pivot արեց ու հայտնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ ինչով են զբաղվում ու ինչ են հիմա անում։ Ուրեմն 2018-ից 19-ից իրենք սկսեցին 4 հիմնադիրներ՝ Միքայել Խաչատրյան, Աշոտ Մնացականյան, Վլադիմիր Խոյեցյան եւ Հովհաննես Կուլօղլյան։ Սկզբում իրենք այդ բլոկչեյնով էին հետաքրքրված ու փորձում էին վիզուալ կոնտենտը, ֆոտո, վիդեո դնել բլոկչեյնում NFT-ի թեթև գաղափարներ, բայց շատ լավ հասկացան, շատ արագ հասկացան, որ այդքան էլ ապագա չունի։ Առաջին անգամ այդ ժամանակ փոխեցին ուղղությունը եւ սկսեցին օգնել creator-ներին, այսինքն ֆոտոգրաֆներին, վիդեոգրաֆներին, որ երբ որ իրենց ֆոտոները, իրենց վիզուալ կոնտենտը դնում են ստոքերում, օրինակ Shutterstock, Getty Images կամ Adobe Stock, այնտեղ շատ երկար process է, լրացնելու, ինչ-որ իրավունքները ամրագրելու եւ այլն։ Իրենք ստեղծել էին հարթակ, որ մի տեղում անում էին, բոլոր տեղերում միանգամից հայտնվում էր ու creator-ները կարողանում էին իրենց ֆոտոները դնել, վաճառել։ Ու այդպես կարծես վատ չէր գնում, 2022-ին պայմանագիր կնքեցին պաշտոնապես Getty Images-ի հետ, որը ոլորտի գիգանտներից է, եւ այդ ժամանակ նաեւ $2.3 միլիոն ներգրավեցին, իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը, 2022-ի վերջին դե սկսվեց AI բումը, ու այդտեղ տղաները շատ արագ հասկացան, թե ինչ մեծ շանս է իրենց համար, որովհետև AI մոդելներին իրական վիզուալ կոնտենտ է պետք, հա, տրեյնինգ անելու համար այդ մոդելները, իրական ֆոտոներ, վիդեոներ, իսկ այդ պահին Wirestock-ում արդեն 100,000 գրանցված ֆոտոգրաֆ կար, որ իրական հենց ֆոտոները տալիս էր, ու իրենք դարձան հենց AI մոդելներին այդ դատան տրամադրող, վիզուալ դատան տրամադրող հարթակ, հա։ Ինչ էին անում, դատան ոնց որ վաճառում են մոդել ստեղծողներին եւ եկամուտը շեյր են անում այդ ֆոտոգրաֆների, վիզուալ կոնտենտ ստեղծողների միջև։ Ու այդ քայլից հետո արդեն շատ լուրջ թռիչք ունեցավ Wirestock-ը, այս պահին իրանք ունեն 700,000 գրանցված creator, որոնց վճարել են ավելի քան $15 միլիոն, ունեն $40 միլիոն տարեկան եկամուտ, 60 հոգանոց թիմ եւ պայմանագրեր աշխարհի ամենայն ուժեղ մոդել ստեղծողների հետ, ճիշտ է անունները չեն նշում, բայց հենց են գիգանտների, հա։ Ու այս $23 միլիոն ներդրումն էլ երևի
այս ամբողջ պատմության բարի հանգուցալուծումներ, հա, որ իրենք արդեն հասել են այդ կետին ու հիմա շարունակում են աճել։ Citizen ներգրավել $23 միլիոն, նշանակում է ընկերությունը 200 միլիոն պլյուս արժեք ունի, այդ տենց որպեսզի հասկանանք, թե ինքը ինչ է, ու եթե չեմ սխալվում, այս տարվա ամենախոշոր ներգրավումն է Հայաստանի դաշտում։ Հա, ընդհանրապես մեր մոտ մի քիչ լճացած վիճակ էր անցած տարի, օրինակ 2024-ին բավականին բուրն էր, մի շարք այսպես խոշոր ներդրումներ եղան, մենք տարեկան ցանկ ունեինք, որտեղ օրինակ կարամ մի քանիսը նշեմ, ասենք Super Annotate 36 միլիոն, Easy Dmark 20 միլիոն, Podcast-ը 13 միլիոն, Active Loop 11 միլիոն, բայց անցած տարին այսպես երաշտ կարծես լիներ, ոչ մի էական ներդրում չեղավ։ Վերջի Արեգեայի ներդրումը, մեկը տարվա սկզբին կար ներդրում, որ ըստ էության 24-ի վերջ եղել էր ու ավելի շատ տենց հանրայնացվեց 25 թվականի սկզբին։ Ու հիմա էլի իրոք շատ էական ներդրում է ու իրականում այս պատմությունը ոնց որ ցույց է տալիս, որ կապ չունի դու սկզբում ինչ ես սկսել, եթե դու խաղի մեջ ես, մի օր կարող է այդ շանսը ստանաս ու շատ կարևոր է, որպեսզի չկարծրանաս, հա, այդ սկզբնական քո մտքի վրա, այլ բռնես այդ հնարավորությունը ու հաջողություն գրանցես։ Իսկ պատմած ինձ մի հատ պատմություն հիշեցրեց, այն ամերիկական շոու կա, չէ, որ բիզնեսմենները գալիս են փիչ են անում, իրական ներդրողներ են նստած ու ոնց որ որոշում են այդ բանը ինչ որ գործարքամ կնքում են կամ չեն կնքում, ու իմ ունեցած տվյալներով այդ շոուի ընթացքում կնքված լավագույն գործարքը ինչ ա եղել, մի հատ կին ա եկել, ասել ա որ բան եմ անում, կատուների համար DNT թեստ եմ անում, որ իրանց կյանքը փրկեմ, ու ոնց որ տեղ 4 ներդրող կա, այն 3-ը միանգամից բան են արել, որ հետաքրքիր չի, այն մեկը ասում է այդ կնոջ մեջ այնքան կրակ կար, որ ասում է զգացի, որ միջև մի բան ինքը չքերի այդ հանդիպումից չի գնալու։ Ասում է վերջը ոնց որ $250,000 տվեցի, այնքան որ ոնց որ գնա ու ինչ որ ընկերության 10%-ն է վերցրել։ 9 ամիս հետո այդ ընկերությունը, եթե չեմ սխալվում, ինչ որ $90 միլիոն կարգի կամ ինչ որ այդ կարգի վաճառել են, բայց վաճառել են ոչ թե որ այդ ինչ որ պահանջարկը աճե կամ բան, այլ ինչ որ դեղագործական ընկերությանը պետք է եղել թեստերի մեծ քանակությամբ դատա ու հենց այդ դատայի համար են այդ ընկերությունը գնել, ինքը եղել է ամենակարճ ու ամենատենց ոնց որ անգամներով, հա, թե ինչքան է ընկերությունը աճ այդ կարճ պերիոդում ու ռեալ ոնց որ կարողացել են էքզիտ անել, տենց հետաքրքիր պատմություն ա եղել։ Ինչու եմ ես պատմում, որտեղ տղաներն է, ասենք, սկզբնական բիզնես մոդելն ու նպատակը ոնց որ եղել է այլ, բայց լավ օգտագործելով իրանք ունեցել են ճիշտ ժամանակին, ճիշտ տվյալներ ու կարողացել են դա լավ ճիշտ մոդելով, այսինքն առանց ինչ-որ թերագնահատելով տղաներ բիզնես կարողացնես, նաև այդ հերիք չի որ դու ունես, նաև պետք է կարողանաս ճիշտ մոդելով դրա շուրջ նոր բիզնես բանակցություններ վարես, կառուցես ու կարողանաս նաև մեծացնել օգտվողների քանակը, որտեղ դա էլ է շատ կարևոր ու վստահ եմ հիմա հաջորդ մարտահրավերներից մեկը հենց այդ է, որ էլ ոնց կարողանան միշտ խաղի մեջ մնան ու էլ ավելի մեծ քանակությամբ ոնց որ դատա ունենան։ Իրականում այս բային AI-ի տրեյնինգի դատան շատ հետաքրքիր ոլորտ է, որովհետև այս մեր իմացած LLM-ները մեծ հաշվով ինտերնետում ինչ կա բաց, արդեն այդ ամեն ինչը վերցրել են, կերել են եւ դրա արդյունքը տեսնում են, բայց հիմա ավելի սպეციფიկ դատայի կարիք կա, հա։ Նեղ ինդուստրիալ, ինչ մասնավոր դատաներ, որոնք որ ինչ-որ ընկերություններ ինչ հետազոտություններ են արել ու իրանց մոտ կա, բայց դա հանրային չի, այդ ինքը շատ արժեքավոր ոնց որ դատա է լինում, հատկապես ոնց որ ամեն ինդուստրիային վերաբերող թե նեղ մասնագիտական դատա կա, ինքը հենց այդ ոլորտում կարող շատ ուժեղացնել LLM-ների կարողությունները։ Մեկ էլ Wirestock-ի մյուս մեխը, հա, այն է, որ այս ընթացքում շատ են քննարկումները, որ արդյոք արդար է, որ մոդելները վերցնում են մարդկանց ստեղծածը, հա, բովանդակությունը, ուղղակի օգտագործում են, ոչ մի բան դրա դիմաց չտալով, այտենց кейսեր էլ եղան, հա, որ օրինակ YouTube-ը արգելում էր իր վիդեոներից train անել եւ այլն։ Ու սա որոշակի ethical AI է, հա, կոչվում այդ ուղղությունը, որ որոշակի այդ հարցը լուծում է կոնկրետ ֆոտո-վիդեո բովանդակության դեպքում, որ համ ստեղծողներն են իրենց բաժինը ստանում, համ էլ AI-ն է կարողանում զարգանալ։ Մի խոսքով տղաներին մաղթենք հաջողություն։ Այո, շնորհավոր ենք, հաջողություն մաղթենք եւ հետևենք։
Արի քննարկենք 4 կետ, որոնք կօգնեն հասկանալու, թե քո բաժնետոմսերը ինչու են աճում կամ նվազում։ Որոնք են այդ 4 կետերը՝ սպասումներ եւ իրականություն, վերաֆինանսավորման տոկոսադրույք, առաջարկ պահանջարկ եւ մարդկային վախեր ու ագահություն։ Հիմա անցնենք հերթով յուրաքանչյուրից։ Ինչ ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք սպասումներ եւ իրականություն։ Ընկերության բաժնետոմսերի գնի մեջ սովորաբար արդեն այն սպասումներն օրինակի համար ապագայում գործերը լավա լինելու աճելու է, իրանք արդեն դրված են, դու այդ ակնկալիքներն ունեցել ես, ու հենց այդ ակնկալիքներով այդ բաժնետոմսը գնել ես։ Ու պատկերացում ունես, օրինակ, չգիտեմ, ընկերությունը աճելու է ինչ-որ X% կամ ունենալու շահույթ ինչ-որ չափի, հա, կամ վաճառքներ եւ այլն։ Դրա ամենալավ վառ օրինակը, որը ամենաշատն են խոսում, դա iPhone-ներն են ու iPhone-ների պրեզենտացիաներն է։ Ամեն անգամ այդ պրեզենտացիայից առաջ կա սպասումներ, չէ՞, օրինակի համար, չգիտեմ, մի պերիոդ կար, որ iPhone-ի էկրանը այդ կողքերն էլա փակելու, մի պերիոդ կար, որ ասում են նաև հետևն է էկրան լինելու, վերջի բանի սպասում են ծալվող iPhone լինելը, ու ինչ է լինում, այդ բոլոր սպասումները նախապես միջև պրեզենտացիան մարդիկ մտածում են, որ կիրականանա, կլինի տեխնոլոգիական բում ու վաճառքները կտրուկ կթռնեն, դրա համար միջև պրեզենտացիան անընդհատ գները աճում են։ Պրեզենտացիայից հետո լինում է սովորաբար հիասթափություն, որովհետև մարդիկ շատ ավելին են սպասել, քան իրականում iPhone-ը շնորհանդեսի ներկայացնում է ու միանգամից տեղի է ունենում անկում։ Ընդ որում այս օրինաչափությունը վերջի 5 պրեզենտացիաներին բնորոշ են, ես հատուկ դուրս եմ գրել։ Ուրեմն iPhone 13-ի ժամանակ միջև պրեզենտացիան մեկ բաժնետոմսի գինը եղել է մոտավորապես $154։ Հենց պրեզենտացիան ավարտվել է, այդ օրվա փակման կուրսը եղել է 148, այսինքն $7 մեկ օրվա մեջ $150 մեջ, պատկերացնում եք, չենք էական տոկոսակազմում անկում ա եղել, իսկ հետագա 5 օրերի ընթացքում եւս $2 ընկել է, 146-ա դարը։ Նույնը iPhone 14-ի ժամանակ միջև եղել է 157, ավարտին դարել է 155.9, 5 օր հետո իջել է 150։ 178 եղել է iPhone 15-ից առաջ, նորից ավարտին ընկել է $2-ով եւ եւս $2 ընկել է հաջորդ օրը։ Եվ օրինակի համար iPhone 17-ի ժամանակ միջև պրեզենտացիան մի բաժնետոմսի գինը հասել է $238։ Անմիջապես ավարտից հետո իջել է $234 անկում ունեցել եւ եւս $3 նորից հաջորդ 3 օրվա մեջ ընկել է։ Ինչ ասած ցույց տալիս, որ կա սպասումներ շատ ավելին, քան իրականություն են, սպասումներ իրականության հետ համադրվում են ու դրա արդյունքում տեղի ունենում կորեկցիա, այսինքն այն մարդիկ, որոնք որ հիասթափված են, մտածում են, որ այն շահույթը չգեներացնելու ընկերությունը, որ նոր պետքա գեներացներ, սկսում են վաճառել արագ ու դրա արդյունքում լինում, այսինքն կարող ենք ասենք, բայց սա ներդրումային խորհուրդ չի, որ կարելի է շորտ խաղալ iPhone-ների պրեզենտացիաներից առաջ, նախապես վաճառել եւ հետո հետ գնել վերադարձնել, բայց ել եմ կրկնում, սա ներդրումային գաղափար չի, տենց մենք խորհուրդ չենք տալիս, ուղղակի օրինաչափությունը ցույց է տալիս, որ կա նման հնարավորություն։ Բայց նաեւ այդ սպասումները պարտադիր չի կոնկրետ product-ի վերաբերյալ լինի, օրինակ շատ տարածված է, որ լինում են ընկերությունների հաշվետվություններ, հա, երբ որ բոլորը սպասում են տեսնեն օրինակ շահույթի այս մակարդակը լինելու է, թե չէ։ Ու ինչ է լինում, այդ հրապարակում են report-ը, ընկերությունը ունի շահույթ, կարծես բոլորը ուրախ լինեն, բայց բաժնետոմսի գինը ընկնում է։ Ինչի, որովհետև մարդիկ ի սկզբանե ավելի բարձր շահույթ են սպասում եւ գինը արդեն հաշվարկված էր այդ ավելի բարձրի սպասումների հիման վրա, հա, ու ընդհանրապես այսօր AI-ի այս ոլորտում ընդհանրապես ավելի սյուր բաներ են լինում, հիշում եմ մի անգամ Nvidia-ի report-ներ կարծեմ, որ ինքը կանխատեսվածից, այսինքն գնահատվող շահույթից ավելի բարձր ցուցանիշ ուներ, բայց միևնույն է ընկավ գինը, որովհետև իրենք սպասում էին, որ իր աճը ավելի սենց արագ պետք է գնա ու դրա պատճառով էլի ընկավ, այսինքն այդ սպասումները կարան շատ տարբեր լինեն, օրինակ մենակ այդ ընկերությունից կամ իր product-ից չլինեն, նաև ոլորտից լինեն կամ ինչ-որ փոփոխություն, որ դու սպասում ես, էսա, այս ինչ ոլորտը գմփսնելու է, բայց
հենց դրա վրա էլ այդ գինը ձևավորվում է էլի ամեն բաժնետոմսի։ Նաև հիմա բանկա շատ ակտիվ սպասումներ կա Իրանում այդ պատերազմի նավթի գների հետ կապված ու նաև մեծ սկանդալներ կա, որ այդ սպասումները թե ինչ լուր են հայտնելու, ինչ բանակցությունների հետ կապված եւ այլն, իրանք իրականացնում են ու նաև մեծ տենց սկանդալներ կա, որ Տրամպի ադմինիստրացիայից կա ուծեչկա ինֆորմացիա եւ մարդիկ իմանալով թե ինչ հայտարարություններ են լինելու, ինչ պրոգրես կա, նախապես գնում կամ վաճառում են, այսինքն կամ շորտ դիրքեր են բացում, կամ հակառակը գնում են գիտենալով որ գինը բարձրանալու է ու ինչ որ շատ մեծ թվերի չարաշահումների մասին է խոսքը գնում։ Անցնենք հաջորդին, սա վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին մենք YouTube-ում պարբերաբար խոսում ենք, նաև թարմացնում ենք Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինքը ինչ է նշանակում, որ կենտրոնական բանկը ինչ գումարով է տալիս մյուս ֆինանսական կառույցներին պարտքով գումար։ Այսինքն դա այն ոնց որ փողի գինն է որոշվում ու շատ կարևոր է թե փողը էժանա թե թանկա, որտեղ փողն էլ ըստ էության ունի իր գինը, հա, այսինքն տոկոսը, որը մենք վճարում ենք, այդ փողի գինն է։ Երբ որ տոկոսը բարձր է, փողը թանկ է, երբ որ տոկոսը ցածր է, փողը էժան է։ Հա, ու ինչ է նշանակում այդ փողի թանկ կամ էժան լինելը, երբ որ փողը էժան է, բիզնեսը ավելի շատ է վերցնում եւ տնտեսությունը ակտիվանում է, հա, իսկ երբ որ փողը թանկ է, ավելի ձեռնտու է ուղղակի այդ փողը, չգիտեմ, դնել ավանդ կամ պարտատոմս առնել, ուղղակի նստած տեղը այդ եկամուտը ունենալ, դրա համար տնտեսությունը ավելի պասիվ է։ Հիմա այս փորձենք կապենք նաեւ բաժնետոմսերի գների հետ, ամենավառ օրինակը 2022 թվական Ամերիկան է, երբ որ միջև գրեթե զրոյական է եղել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, տենց կոպեկներ են եղել։ Ու 22 թվականին շատ բարձր ինֆլյացիայի պատճառով որոշակի ինֆլյացիան զսպելու համար ոնց որ փողի գինն են թանկացրել, որպեսզի մարդիկ շատ օրինակ չգիտեմ, վարկ չվերցնեն, շատ առնեն, զսպեն պահանջարկը, ոնց որ սկսել են վերանայել։ Արդյունքում համարյա զրոյից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 4.25, 4.25%-ից մինչև 4.5%, այդ միջակայքում է տատանվել։ Արի հասկանանք, թե վերաֆինանսավորման տոկոսը ոնց է ազդում բաժնետոմսերի շուկայի վրա։ Հենց 22 թվականից փոփոխությունների ազդեցությունը NASDAQ-ի վրա ազդել է 33%-ով, այսինքն շուկան ընկել է 33%-ով։ S&P-ի վրա ազդել է, S&P 500-ի վրա ազդել է 19%-ով անկում ունեցել, բայց ամենամեծ անկումը ունեցել է IT ոլորտը։ Իսկ ինչի IT ոլորտը ունեցել, որ շատ բարձ պատճառով, քանի որ IT ընկերությունների գնահատման մեջ հիմնականում իրանց ապագա եկամուտների կանխատեսումն է, ինչ են անում, ներդրողները, օրինակ գիտեն, որ օրինակ եկող տարի ընկերությունը աշխատել է $1 միլիոն, հաջորդ տարի 2 միլիոն, հաջորդ տարի 3 միլիոն, 10 տարի հետո 20 միլիոն, այդ բոլոր գումարները, այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքով զեղչում են, այդքան տարիներ բերում են այսօրվա արժեքին ու դրա շուրջ հաշվարկներ են անում։ Հիմա այդ տոկոսը երբ որ շատ փոքր թվից մեծանում է, հետեւաբար ապագա եկամուտները կտրուկ նվազում են ու բաժնետոմսի գինի հետ հաշվարկով կտրուկ անկում է ունենում։ Դրա համար հենց ՏՏ ընկերությունների վրա ինքը ամենաշատն է ազդում ու արդյունքում ոնց որ փողի գինը որոշում է ձեռա տալիս վարկ վերցնել գնել բաժնետոմս, թե չէ, պայմանական եմ ասում։ Ոնց նշեցիր, երբ որ տոկոսը բարձր է, ներդրողը իր կանխիկ գումարը նախ ընտրում է տանի դնի շատ սուպեր է, վստահելի ավանդներ, քան գնի ընկերության բաժնետոմսեր, ավանդը ինչն է լավ, որ դու հստակ գիտես, որ մի տարի հետո X% ստանում ես, կամ գնել պարտատոմսերը, հատկապես Ամերիկայում, ամերիկական այդ պետական պարտատոմսերը շատ պոպուլյար են, ու գիտես, որ օրինակ տարեկան X գումար ունես հստակ եկամուտ, կարող ես պլանավորես։ Բաժնետոմսերը ամեն դեպքում շուկայի իրադարձություն են տեղի ունենում եւ գները կարող են ինչպես կտրուկ աճել, այդպես էլ կտրուկ նվազել։ Ու երբ որ փողը թանկանում է, այսինքն այդ տոկոսները ավանդի բարձրանում են, մարդը գերադասում է ավելի քիչ ռիսկով ապահով ու կանխատեսելի եկամուտ ունենա ավանդի տեսքով, քան մտնի արժեթղթերի շուկա։ Որպես այս կտորի այսպես վերջաբան հիշեցնեմ վերջին 1 տարում ինչքան էր Դոնալդ Թրամփը ճնշում գործադրում իրենց Fed-ի վրա, հա, ով որ սահմանում է այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ամերիկայում, անընդհատ sense պահանջում էր իջացրու, հիմա վերջապես փոխեցին Fed-ի ղեկավարին։ Ու մի հատ բան կա, որ մեմ կա նույնիսկ ինդուստրիայում, որ Fed-ի ղեկավարը որ սկսում է ինդուստրիան, տենց ոնց որ բոլորը բանի առաջ նայում են ու իր այդ բարևելու տոնից ոնց որ կամ բաժնետոմսը կտրուկ աճում են, կամ կտրուկ անկում են ունենում, ու լիքը մեմեր կա, տենց տարբեր ոճի, տարբեր բաներ, նաև ֆիլմերում մեջ է դրվագը շատ կա,
այո, այդ տոնը, որ հասկանում ես բարձրանում է մնում է նույնը թե անկում է ունենում, ինքը տենց էական ազդեցություն է ունենում մարդկանց կարողության վրա։ Իդեպ էլ են սպասումներ, դրա վրա էլ է սպասումներ լինում, նախապես գնահատում են ինչքան է շանսը։ Հաջորդը ոնց որ առաջարկն ու պահանջարկն է, դա ուզում եմ երկու քեզ քննարկենք։ Մեկը կա մի հատ չինական ընկերություն, որին տենց ընդունված է ասել չինական Nvidia, իրանք արտադրում են նորից GPU-ների համար չիպեր, ինքը կոչվում է Moore Trades Technology։ Իրանք 25 թվականի դեկտեմբերի 5-ին իրանց ընկերությունը դարձել է հանրային, IPO-ին արել ու ինչն է հետաքրքիր, քանի որ բոլորը նայելով Nvidia-ին ու հասկանալով այդ շուկան, նաև գնահատելով AI տեխնոլոգիաների բան, բնականաբար ուզեցել են հենց առաջի իսկ պահից ոնց որ գնել, որովհետև նայում են թե Nvidia-ն ինչ աճ է ունենում եւ դրա անալոգ չինական ընկերությունը նույնպես ոնց որ ակնկալում են ու նման աճ պետք է ունենա։ Ինչն է հետաքրքիր, որ ընկերությունը պատրաստվել է 70 միլիոն հատ բաժնետոմս թողարկել, յուրաքանչյուրը 118.28 յուանով, բայց պահանջարկը այնքան շատ է եղել, ուզուտ այդ սպասումներից ու բանից ելնելով, որ հենց առաջի օրը ինքը 650 յուանով, այսինքն գրեթե 4-5 անգամ ավելի բարձր գնով է սկսվել վաճառվել։ Զուտ այդ բանն է, որ եղել է հստակ առաջարկ, կոնկրետ չափի եւ եղել է պահանջարկ, որը եղել է անգամներով շատ։ Ու այս դեպքը հենց այն դեպքն է, որ առաջարկ պահանջարկի չհավասարակշռված լինելը ինքը կտրուկ ազդեցություն է ունենում գնի վրա։ Ու երկրորդ кейսը մեր նախորդ էպիզոդից, երբ որ ավտովարձույթով զբաղվող ընկերությունը, չէ, բան էին արել, ոնց որ լիքը hedge fund-եր որոշել էին, որ short բացեն, ու ինչ-որ պահի իրանք կարիք ունեին այդ բաժնետոմսերը հետ գնելու, բայց վաճառող չկար, նորից մի ամսում 7 անգամ բարձրացել էր։ Այսինքն սրանք այն դեպքերն են, երբ որ կա դիսբալանս առաջարկի ու պահանջարկի ու դրա արդյունքում կտրուկ տեղաշարժեր է տեղի ունենում բաժնետոմսի գնի վրա։ Ոչ կտրուկ։ Կտրուկ կամ ոչ կտրուկ։ Դեպքում դիսբալանսը մեծ է, կտրուկ է լինում։ Okay։ Ու վերջինը վախեր եւ ագահություն։ Նախորդ էպիզոդներում բայց շատ ավելի շուտ խոսել ենք FOMO-ի մասին, այսինքն դա այդ վախն է, որ դու բաց կթողնես այդ հնարավորությունը ու շտապում են մարդիկ այդ պահը բաց չթողնելը, որտեղ սպասում ունեն նորից, հա, որ պետք է աճի, արագ գնելու ու սովորաբար իրանք գնում են կատարում այդ պիկի վրա, հա, երբ որ գինը արդեն բարձր է, ու դա արտացոլվում է ինչպես բիթքոյնի, այդպես էլ բաժնետոմսերին, չեմ ասում բիթքոյնի, որովհետև Հայաստանում բիթքոյնի նկատմամբ բանկա հենց գինը բարձրանում է, բոլորն ու սկսում են ինչ-որ առնել ակնկալելով, որ շատ-շատ ավելի է լինում ու ոչ միայն Հայաստանում, աշխարհում, հա, բայց հիմա ինչ-որ աժոտաժ չկա, որ գինը տենց առանձնակի բարձր չի, այսինքն վախը չկա, որ ինքը կտրուկ կաճի ու դու այդ պահը բաց ես թողնում։ Եվ մյուսը դա ագահությունն է, որ մարդը չի հասկանում սովորաբար, թե որ պահին է ճիշտ արդեն դուրս գալ եւ վաճառել, մտածելով, որ կարող է բաց թողնի էլ ավելի շատ գումար աշխատելու, ու դրանք էլ բան են, մարդկային էմոցիաներն են, որոնք որ սովորաբար ռացիոնալ չեն լինում ու չեն թույլ տալիս ռացիոնալ ճիշտ որոշումներ կայացնել, այլ հակառակը ավելի են շուկայի տատանումները բանանում։ Կամ ենթադրենք ինչ-որ մի հատ ընկերություն, օրինակի համար ես էլի հիշում եմ, Nvidia-ի բաժնետոմսերը ես ինքս գնել էի, հետո որ Տրամպը սկսեց այդ տարիֆների պատերազմը ու շուկան ընդհանուր ոնց որ բանի մեջ էր, մի պահ թեպետ բավական էժան գնով էի գնել, բայց այնուամենայնիվ այդ իմ հեժած արած գրիցը էլի իջել էր ու բանկար այդ վախն էր, որ վաճառել թե չվաճառել, այսինքն ավելի մեծ վնաս կկրես թե չես կրի, բայց սովորաբար պետք է մի քիչ ավելի հեռուն նայես, էմոցիաներով չնայես ու հասկանաս, որ ըստ էության հա այս բան գրեթե մենաշնորհ աճող ինդուստրիայում, այո, ինչ որ էմոցիոնալ դու այդ բան անհանգստանում ես, բայց պետք է հասկանաս, որ դա ընդամենը այդ վախի փոթորիկի ազդեցությունն է, ոնց ձիգ կային ես քո տեղում վստահ լինելով քո երկարաժամկետ տեսլականին։ Ուտեղ շատ կարևոր է նաև նորությունների հոսքի հետ իմանաս ոնց աշխատես, որովհետև շատ դեպքերում այդ կտրուկ փոփոխությունները ընդամենը ասենց ասած փրփուր է, հա, ինքը իրական հիմք շատ հաճախ չունի։ Չնայած հիմա իրականում շատ հետաքրքիր էտապ է, փուլ է շուկայում, որովհետև որ նայում ես նորությունները, ասենք պատերազմը
կա, նավթի հետ կապված վիճակը կա, այդ պատերազմը ոչ մի հանգուցալուծում չի ստանում։ Թրամփը գնաց Չինաստան, ոչ մի բան չեղավ։ Բանը, այնտեղ ինֆլյացիան աճում է Ամերիկայում, բայց մեկը բաժնետոմսերի գները մենակ աճում են, հետարքիր է սրա։ Վերջը ինչ է լինելու։ Մի խոսքով, եթե դու սկսնակ ներդրող ես, շատ դժվար է օրինակի համար տեխնիկական վերլուծություններ անել կամ հետևել բոլոր նորություններին, շատ կարևոր է առնվազն դու գիտակցես, որ գնի վրա ազդում են մինիմում այս 4 պարամետրեր, իրանք տենց ամենայականներն են, որոնք որ ազդում են ու գոնե այս 4-ից սկսես լավ աշխատել, հետո հետագայում իհարկե կարող է շատ ավելի խորը վերլուծություններ անել, ուսումնասիրել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունը եւ ավելի պրոֆեսիոնալ ներդրող դառնալ։ Սկսնակի համար առնվազն այս 4 հետ աշխատելը ինքը բավական է։ Եվս մեկ թեմա, որին նվիրված մի ամբողջական էպիզոդ ենք ունեցել, բայց 1 տարի առաջ հիմա թարմ տվյալներ են եկել, ուրեմն ինչքան փող է անհրաժեշտ Հայաստանում ֆուտբոլային ակումբ ունենալու համար։ 2025 թվականի տվյալներն են հրապարակել ակումբները եւ առաջարկում եմ վերցնենք Հայաստանի անցած տարվա ամենաուժեղ թիմին, որը համ չեմպիոն դարձավ, համ գավաթակիր, Նոային ու հասկանանք ինչ թվերի մասին է, այնտեղ խոսքը։ Սկսենք ծախսերից, ուրեմն ամենամեծ ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձն է, որի վրա Նոան ծախսել է $6.5 միլիոն։ Այդ հայկական ֆուտբոլի համար չլսված թիվ է, նույնիսկ իրենք մի տարի առաջ 4.8 միլիոն էին ծախսել, որը էլի չլսված թիվ էր, հիմա ավելի քան 30%-ով մեծացրել են բյուջեն։ Եվ դրան գումարվում է նաև մարզիչների աշխատավարձը, եւս $1.3 միլիոն, եւ մնացած ստաֆի աշխատավարձը էլի $1 միլիոն։ Այն կասայի բանից, սաունդից տեղ։ Ու դրանից բացի էլի կան շատ այսպես տարբեր ծախսեր, ամենամեծը այդ ուսումնամարզական հավաքներն է, երբ որ ասենք մի ամսով գնում են ուրիշ երկիր հավաք անցկացնելու, անցած տարի 2 հատ ունեցել են, մի հատ Դուբայում, մի հատ Ավստրիայում, ընդհանուր $3.2 միլիոն, ու մնացած ծախսեր, ասենք ավիատոմսեր, բուժօգնություն, ապահովագրություն, իրենց ենթակառուցվածքի սպասարկում, գրասենյակային մարքեթինգային ծախսեր, այս ամեն ինչը հավաքների հետ միասին $6.8 միլիոն էլ այս կողքից ծախսեր են։ Ընդհանուր Նոայի 15 միլիոն ես ասում, հա, ընդհանուր Նոայի անցած տարվա բյուջեն կազմել է $15.6 միլիոն։ Եթե ճիշտ եմ հիշում, նախորդ տարի որ էպիզոդ ենք անում, մոտավորապես 10 միլիոն էր ու ասում ենք, որ դա հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ է, ոնց որ 50%-ով է, 50%-ից ավել ավելացրել են։ Այո։ Սա հայկական ֆուտբոլի համար շատ լուրջ թիվ է, իհարկե այն մեր իմացած թոփ ակումբների բյուջե չի, այնտեղ խոսքը $100-ավոր միլիոն դոլարների մասին է ու նույնիսկ միլիարդ, բայց օրինակ Արևելյան Եվրոպայի շատ թիմերի համար նորմալ բյուջե, հա, էս կարող է համարվել։ Հիմա արի մի հատ հասկանանք եկամուտները, քանի որ Նոան առաջի անգամ հայկական ակումբներից հասել է կոնֆերենցիաների լիգայի play-off pool, ինչ իրոք տենց նվաճում էր հայկական ֆուտբոլի համար։ Ես հիշում եմ, որ ամեն խաղից հետո տենց մենք մոտավորապես հաշվում ենք, թե ինչքան եւս հավելյալ աշխատեց, մի երկու անգամ է չեք արեցինք UEFA-ի կայքում, թե ամեն հաղթանակի ու ինչ որ բան փուլ անցնելուց հետո ինչքան հավելյալ բան անում, եթե չեմ սխալվում, ինչ որ 5 միլիոն տենց հասել ենք այդ թվի վրա, վերջնական ինչ է ստացվել։ Ուրեմն նայ, այդ ընդհանրապես հայկական ակումբների համար ամենալուրջ եկամուտը այդ UEFA-ից ստացած գումարներն են։ Նոայի դեպքում անցած տարի դա կազմել է $5.7 միլիոն, բայց քանի որ սա 2025 թվականի հաշվետվությունն է, ես չգիտեմ, իրենք այս գումարը ստացել են այս մրցաշրջանի համար, երբ որ իրենք play-off հասան, թե դեռ նախորդի համար, երբ որ play-off չհասան, բայց էլի խմբային փուլին մասնակցեցին։ Ամեն դեպքում սա իրենց համար այսպես բավականին մեծ եկամտի կտոր է, հա։ Այնտեղ գալիս են այլ եկամուտներ, օրինակ հովանավորչություն, $130,000 մասին է ընդամենը խոսքը, ընդ որում
իրենք հովանավորում են հենց ակումբի սեփականատիրոջը պատկանող բրենդներ, թե ինչքանով է դա կողքից եկամուտ դժվար է ասել։ Հեռարձակման իրավունքներ կան շատ փոքր, ընդամենը $51,000, երբ որ եվրոպական ակումբներում այդ ասենք բյուջեի մինչև մի 50% կարող է հասնի, հա։ Ես ենթադրում եմ, որ UEFA-ի միջև խմբային փուլ հասնելու այդ խաղերի Հայաստանում խաղացած հեռարձակման Այո, ճիշտ եմ հասկանում։ Նույն ձև նաև Տոմսերի վաճառք, էլի մի $50,000 մասին ընդամենը խոսքը։ Սենց տարբեր մանր-մունր եկամուտներ կան, որոնց ընդհանուր գումարը կազմում է ընդամենը $350,000։ Ես անհամբեր սպասում եմ, երբ են հայկական ակումբների եկամուտների կառուցվածքի մեջ տրանսֆերներից ստացված եկամուտները դառնալու էական, ասենք տենց գոնե չգիտեմ $5-10 միլիոն, էլի, այդ փուլին է պետք հասնել, որ տենց վստահ լինենք ու ասենք, որ տենց իրենք կարողանում են գումար աշխատել, հա, որովհետև հիմնական այդ տիպի ակումբների համար այնուամենայնիվ այդ տրանսֆերներից եկամուտը շատ կարևոր է ու ես չեմ հիշում, որ հայկական ֆուտբոլում կարծեմ Փյունիկից բաններ, չէ՞ որ ոնց որ 500,000-ով գնացել էր, թե ով չեմ հիշում, չկար։ Ուրեմն մեր ակումբների կողմից տրանսֆերի կոնկրետ գումար ամենաշատը բնականաբար Մխիթարյանից է եղել, բայց այդ արդեն երկրորդային վաճառքից է, երբ որ ինքը գնաց Շախտյոր, Դորտմունդ գնալուց, չէ՞, Շախտյորից Դորտմունդ։ Հա, Շախտյորից Դորտմունդ կարծեմ, $1 միլիոն, $1.5 միլիոն, իսկ ընդհանուր մեր թիմերը մինչև այսպես $1 միլիոնի հասնող ավելի շատ 500-600,000 եվրոյի շուրջ տրանսֆերներ երբեմն ունենում են, բայց ավելի թանկ առայժմ չէ։ Հիմա մի խոսքով, այս թվերը գումարում ենք, բայց 15 միլիոնի չի հասնում։ Այդ դեպքում որտեղից է ձևավորվում բյուջեն նոայի։ Ուրեմն, ինչպես եւ մեր մյուս թիմերում, հիմնական բյուջեի ձևավորման աղբյուրը այդ հենց սեփականատիրոջ ներդրումներն է ու անցած տարի դա կազմել է գրեթե $10 միլիոն, հա։ Բյուջեի մոտ 60%-ը։ Այնպես որ ընդվարում մի հատ բան էլ է կարևոր, ասենք, որ ըստ էության, երբ որ իրանք հիմա, եթե չեմ սխալվում, միացնում, չէ, ինֆրաստրուկտուրա են ստեղծում, ստադիոն, մարզա, բազա, հա, այդ համարվում է կապիտալ ծախսեր ու ենթադրում եմ այս ծախսերի մեջ չկրված ծախսերը մաս-մաս նոր ծախս չամորտիզացվեն, այսինքն տարիների ընթացքում այդ կատարված ծախսերը մաս-մաս նոր ծախս ճանաչվեն։ Այդ տենց ուղղակի պարզաբանում անենք, որ դա մի տարվա ընթացքում այդ տարվան վերաբերվող ուղիղ ծախսերն են, այդ տարվան վերաբերվող ուղիղ եկամուտներն են, այսինքն բացի դրանից հավելյալ այն մնացածը ինքը հավելյալ ներդրումներ է, որոնք կարվեն, կավարտվեն, կշահագործվեն, հետո տարեկան կամորտիզացվեն։ Այնպես որ սիրելի գործարարներ, եթե ուզում եք ֆուտբոլային ակումբ բացել, ապա այսպես մոտավոր մի $10 միլիոն տարեկան մտքներիդ մեջ ունեցեք այդ նոայի հետ մրցակցելու համար։ Չնայած ասենք, որ նոան այս պահին ուղղակի շատ է բարձրացրել, հա, թվերը, ես նաև առաջարկում եմ համեմատել մյուս թիմերի հետ։ Ուրեմն բյուջեով երկրորդը 2025-ի տվյալներով եղել է Փյունիկը, որի բյուջեն $6.3 միլիոն, եւ երրորդը Արատ Արմենիան, որը $5.5 միլիոն։ Ու այս պահին հələ որ Արատ Արմենիան է գնում չեմպիոնության, հա, պարզ չի։ Այսինքն նույնիսկ այդքան ծախսը դեռ հերիք չի, որ դու բացարձակ առաջատար լինես քո երկրում։ Դրանից հետո գալիս է Ուրարտուն $3.5 միլիոն ու մնացած ակումբների դեպքում արդեն շատ ավելի փոքր թիմեր։ Ամենահամեստ բյուջեն պետք է որ Շիրակը ունենա, եթե ճիշտ եմ հասկանում։ Մեր նախորդ էպիզոդից հետո նաև բավականին շատ օրենսդրական փոփոխություններ եղել, որոնք ընդունվել են կամ տենց ինչ-որ անոնս է եղել, դրանց հետ կապված արի հերթով անցնենք։ Գնացինք։ Վարչապետը ասուլիսի ժամանակ որոշակի սպոյլ արեց, թե ինչ է նախատեսում անել հարկային օրենսգրքում, ըստ էության երկու կարևոր բան ասեց։ Մեկը որ միկրո ձեռնարկատիրության շեմը, որը միջև հիմա 24 միլիոն է, դարձնում են 50 միլիոն, ինչ է նշանակում միկրոյում աշխատող բիզնեսները իրանց եկամուտից 0% հարկ են վճարում։ Նախկինում միկրոյով աշխատող ոլորտները չափից ավելի շատ էին, նաև մարզերում առևտրով զբաղվում են եւ այլն, հետո հասկացան, որ դա
ավելի շատ պրոբլեմա ստեղծում, քան թե փոքր բիզնեսին օգնում, սկսեցին սահմանափակումներ անել, ավելին այդ 0%-ից շատ հաճախ որոշակի ստվերային ձևով օգտվում են միջին կամ մեծ բիզնեսները, ոչ թե հենց իրոք այդ միկրոները, ու գայթակղություններ էր էլի շատ։ Հետևաբար ոլորտային սահմանափակումներ արեցին, հիմա չգիտես ինչի որոշել են այդ շեմը բարձրացնել, միգուցե վերլուծություն են արել կամ ոլորտներ, որ իրոք այդ 24 միլիոնը Միգուցե ընտրությունները արժևում։ Դե ամեն դեպքում եթե տենց գնանք կան քաղաքական ուժեր, որ ընդհանրապես 0% են խոստանում, ոնց որ այդ դեպքում խոստման մակարդակում առնվազն կրվում են, բայց այդտեղ գոնե կա արդեն փորձ ու ինքը լավը չէր այդ փորձը, որովհետև ես ինքս չեմ գտնում, որ բիզնեսը պետք է ազատես հարկից, հա, իրան պետք է ինքը սովորի իր բիզնես մոդելի մեջ լինի այդ հարկ վճարելը, ուղղակի քեշբեքերով կարգավորես, իրան խրախուսես, բայց երբ որ դու բիզնեսին սովորեցնում ես 0% ինքը այդ շեմը հատում է, ես տեսել եմ նման բազմաթիվ բիզնեսներ, իրանք ամեն ինչ անում են բիզնեսը տրոյելու, մնալու այդ դաշտում, որովհետև իրանց ամբողջ բիզնես լոգիկան կառուցված է հարկ օրինական ձևով հարկ չվճարելու ու փորձում են ինչ որ օրինակ են բերում, հայրը ինչ որ բան է արտադրում, հասնում է այդ շեմին, ասում է հիմա դա ասել է սկսել նույնը արտադրել, մի հատ են ածը բացում ու բաժանում են եկամուտը, հետո կինն էլ է սկսում, հետո աղջիկը, հետո փեսան ու տենց գնում են, հա, միջև ինչ-որ մի պահ, երբ որ խնդրի առաջ են կայանում ու պետությունը նկատում է, որ տարօրինակ ձևի բոլորը նույն գործով են զբաղվում, իրար չեն համագործակցում։ Եվ մյուս կարևոր նորությունը, որը ինքը ոչ պոպուլյար է, վստահ եմ լիքը բիզնեսներ ասել են, որ դա տենց կսպանի փոքր բիզնեսը, բայց ես անձամբ դրան կողմ եմ ու չեմ գտնում, որ դա սպանելու է, գտնում եմ, որ ինքը լուրջ պոզիտիվ ազդեցություն ունենալու, դա շրջանառության հարկի աստիճանաբար վերացնելն է։ Շրջանառության հարկն է ինչ է, որ համեմատաբար ավելի պարզ հարկատեսակ է, որի տոկոսադրույքը տատանվում է 3.5-ից մինչև 10%, որոշ դեպքերում 12%։ Առաջ հաշվարկվում էր ավելի պարզ, այսինքն ինչքանի վաճառք էր արել կամ եկամուտը դրա նկատմամբ ուղղակի մի հատ տոկոս, հիմա հաշվարկվում այդ տոկոս հանա ծախսերի ինչ որ տոկոս, մի քիչ ավելի բարդ է դառը, բայց ամեն դեպքում համեմատաբար պարզ է։ Իրա խնդրեմը կայանում է նրանում, որ շեմը միջով 115 միլիոն է, եւ եթե դու բիզնեսը տրովում ես, այսինքն գործնականում 300 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հանգիստ կարողանում է տեղավորվել այդ ռեժիմի մեջ 3 հատ ստորաբաժանում կամ իրավաբանական անձ ունենալով, ինքը փչացնում է գործարարի մտածողությունը, հա, որովհետև ըստ էության կամայական գործարար պետք է մտածի ոնց անի, որ 100 միլիոնը դարձնի 300, 300-ը 600, 600-ը 1 միլիարդ, երբ որ կա շեմ, որից հետո կտրուկ հարկերը շատանում է, մի տեսակ հավես չի արդեն այդքան այդ շեմը հատել, հա, այդ մոտիվացիան կորում է, որովհետև շատ հաճախ լինում է, որ պայմանական, ասենք 100 միլիոն շրջանառության դեպքում դու էականորեն ավելի շատ գումար ես վաստակում ու տուն տանում, քան երբ որ հասնում ես 150-ի կամ 200-ի։ Բնականաբար այդ մոտիվացիան կորում է, իսկ բիզնեսը պետք է ֆոկուս լինի միայն ու միայն աճի վրա։ Այստեղ ենթադրում եմ, որ վերացնելը ինքը պետք է բերի ամեն դեպքում որոշակի ինչ-որ քեշբեքերի կամ շահութ հարկի համար ինչ-որ ավելի արտոնյալ տոկոսների, բայց նաև կվերականգնվի այդ ավելացված արժեքի շղթան, հա, որտեղ հիմա ինչ է լինում, ավելացված արժեքի վճարողը վաճառում է շրջարկին, ինքը այդ ԱՀ-ն կպցնում է ինքնարժեքին, հետո ծախում է ավելացված արժեքի հարկ վճարողին, այնի նորից ԱՀ-ով վաճառում է ու աղավաղվում է այդ շղթան։ Բոլորը մի շղթայում մի լոգիկայով աշխատելու դեպքում խաղի կանոնը բոլորի համար նույնն է լինում։ Չկա գործունեության տեսակ, որ մի դեպքում վճարում ես մի դրամ հարկ, նույն բանը այլ ռեժիմում անելով վճարում ես 10 միավոր հարկ, հա, այդ բերում է անարդարության։ Դրա համար ես կողմ եմ, բայց ճանապարհային քարտեզը դեռ պարզ չի ոնց է լինելու, հետո տեղ կա գյուղատնտեսական մթերքի խնդիր, քանի որ գյուղացին ըստ էության առանց ԱՀ-ի վաճառում, բայց ակնակ կար, որտեղ տարբերակված ինչ-որ տոկոսադրույքներ են լինելու, այնուամենայնիվ որպես անոնց կարանք համարենք, որ միկրոյի պայմանները լավանալու են ու շրջանառության հարկը տեսանելի ապագայում ոնց որ վերանալու է, եթե մնա այն թիմը, որ նոր հիմա կա, բայց մի քանի փոփոխություն էլ կար, որ արդեն հենց ընդունեցին, մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մասին մեր կողմից բազմիցս քննարկված օրենքում էլի փոփոխություններ եղան, չէ՞, այսինքն մի տարի ինքը աշխատեց ու որոշակի
շտկումներ մտցրեցին, հա։ Իրականում այս փոփոխության մասին աչքիցս վրիպել էր, տեղեկացել եմ ոնց որ մամլո հաղորդագրությունից ու մի հատ փոփոխություն կար, որ ոնց ուզում էի հասկանալ թե ինչ է իրանից ներկայացնում, տենց չէի հասկանում, վերջը գնացել եմ փոփոխությունը գտել եմ, կարդացել եմ, նոր տենց մոտավորապես հասկացել եմ ինչա տեղի ունեցել։ Սկսենք բարձերից, հետո վերջում այդ բարդի մասին կասեմ։ Եթե հիշում ես օրենքը, որ ընդունել են, ասում ենք, որ միգրանտների եկամտային հարկի 60%-ը հետ են տալիս էսպային կամպանիաներին, հետո տալու են միգրանտին։ Պարզվում է, դա երևի ինչ-որ խնդիրներ ու խնդիրներ առաջանում, որ նախարարությունը ինչ-որ փոքր գումարներ պետքա լիքը մարդկանց տա։ Հիմա փոփոխում են, որ հետ կտան կամպանիային, բայց կամպանիան պարտավորվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանի։ Օպտիմալացրել են, նորմալ է, ոնց որ ինչ-որ տենց պրոբլեմատիկ բան չեմ գտնում, տեսնում։ Բան կար, երբ որ աջակցության օրենքում ասում են, թե ով է աշխատակից, ասում են աշխատանքային պայմանագրով կամ քաղիրավական պայմանագրով, հիմա քաղիրավականները հանել են, մնում է մենակ աշխատանքային պայմանագրով աշխատողները, կար նաև սահմանափակում կհիշես։ Բայց վատ չի։ Հա։ Ըստ էության օրենքի բոլոր արտոնություններն ու ընդհանրապես այդ աշխատակից ասած ձևակերպումը միշտ ենթադրվում աշխատանքային պայմանագրեր։ Քաղիրավական ինքը service provider է, էլի ինքը քո թիմից չի, բան չի։ Բայց IT-ին պետք չէ նաև քաղիրավական։ Նայ, պետք է, բայց ինքը այդքան էական չի ու ճիշտ է, որտեվ կա մի հատ մոտեցում, որը կիրառվում է քո օրենսդրության 99%-ին ու մի հատ դեպքում ինչ որ դու այլ մոտեցում ես կիրառել, որը մեծ արժեք չի ստեղծում, բայց խեղաթվում է, էլի, ոնց որ հասկացությունը դրա համար ոնց որ մտածում եմ, որ նորմալ է, այդտեղ ինչ-որ գլոբալ առումով խնդիր չեմ տեսնում։ Հաջորդը ինչ էր, եթե կհիշես եկամտային հարկի քեշբեքի 3 բան կար։ Նոր աշխատակիցը Հայաստանի քաղաքացին, երբ որ դիմում էր Իրանին հետ տալիս, միգրանտինը, մեկը եթե կազմակերպությունը ուղարկում էր աշխատակցին վերապատրաստելու, այդ վերապատրաստման արժեքի չափով։ Բայց գլոբալ առումով կար լիմիտ, որ պետքա 50% այդ ընկերության կողմից վճարած եկամտային հարկը չգերազանցեր։ Ու եթե դու թիմ էիր, որը ուներ մենակ միգրանտներ, ոնց որ այդտեղ այդ 50% լիմիտեդ չէր բռնում, էլի, հա։ Դրա համար գործնականում հասկացել եմ այդ լիմիտը խանգարում է, հələ մի հատ է ասենք, որ հերիք չի միգրանտներ են բոլոր աշխատակիցներն, մի հատ է վերապատրաստում է ուղարկը եւ այլն, ոնց որ մաթեմատիկան կոտրվում էր։ Հիմա այդ սահմանափակումը հանել են, ինչը նորից ոնց որ փորձը ցույց է տվել, երևի նաև թվեր ունեն, որ այդ հանելով ինչ որ էական մեծ գումարներ չի, հատկապես կհիշես նախարարը, որ մեր մոտ էր եկել ոդքասթին, ասում էր, որ խնայողություններ ունեն վերապատրաստման, որտեղ շատ քիչ ընկերություններ են դիմել, ենթադրաբար նաև այդ գումարը վերաբաշխելով այդ լիմիտը հանում են, ինչը նորից շատ պոզիտիվ է։ Սահմանվել է հստակ, որ պետական աջակցությունից կարող են օգտվել դուստր ընկերությունները ամենակարևոր փոփոխությունն է։ Այս մի հատ ավելի բարձրացնենք, ուրեմն շատ հայկական ընկերություններ կան, որ մենք ասում ենք հայկական, բայց իրենց այսպես գլխամասը ԱՄՆ-ում է գրանցված, որովհետև այդ աշխարհում այդ ավելի հեշտացնում է, հա, կոպիտ ասած գործը, բայց իրենց հիմնական թիմը աշխատում էր Հայաստանում, որը գրանցվում էր որպես դուստր ձեռնարկություն, չէ՞, ճիշտ եմ ասում։ Այո։ Ու այդ դուստր ձեռնարկությունները մինչև այս փաստացի չէին կարողանում օգտվել այդ արտոնություններից, հիմա արդեն կարող են։ Ու գանք վերջի ձևակերպմանը, որտեղ ասում է, որ R&D, այսինքն գիտահետազոտական ծրագրերում ներգրավված աշխատակիցների համար հաշվարկները իրականացվում են իրանց ԱՎՈՒՄ-ի 20%-ի չափով։ Ինչի՞։ ԱՎՈՒՄ-ի, աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարների, հա։ Այստեղ բաներ, ոնց կախել էր, չի հասկանում, ինչ էր։ Այս օրենքը կարդացի, հիմնավորումները հասկացա, ինչի մասին է խոսքը։ Նայ, գիտահետազոտական ծրագրերը ինչ են նշանակում, որ ընկերությունը ունի ինչ-որ մի հատ պրոյեկտ, որ ինչ-որ հետազոտություն են անում, բայց միևնույն մարդը կարող է ներգրաված լինի համ գիտահետազոտական աշխատանքի, համ ընթացիկ սպասարկման կամ ընթացիկ սոֆտ գրելու։ Ու տարանջատվում է երկու աշխատավարձ, պայմանական ստանում է կեղտոտ 800,000 դրամ, 500,000-ը ստանում է որպես R&D աշխատակից, 300,000-ը որպես ծրագիր գրող։ Ու այն 500-ը հարկվում է 10%-ով, այս 300-ը հարկվում է 20%-ով։ Ու տեղ այդ պրոպորցիաները տենց խառնվում են, ու երբ որ ասում ենք, որ նաև այդ միգրանտը իր եկամտային հարկի պետքա 60%-ը տանք, տենց բարթանում է այդ հաշվարկները։
Պեկի համար։ Հիմա ասում կլինի, որ նայում ես մարդը 800,000 է իր կեղտոտ աշխատավարձը, համարեն, որ դրա 20%-ը 160,000 իր եկամտային թիվը պետք է լիներ, դրանից միանգամից այդ մնացած տոկոսները հաշվենք։ Բայց ո՞նց է ճոգում որն է, որին է։ Այդ երկու աշխատանքային հարաբերություններ է ստեղծվում, գրում ես, որ որպես է ստանում ես 800, 500, որպես է ստանում ես 300։ Հիմա հարցը է, թե Պեկն է չջոգում, բարդ է ջոգել, էլի ավտոմատացնել։ Դրա համար ասում է պայմանական նայ։ Մարդը 800,000 է ստանում, չէ՞ եթե full 10%-ով հարկվեր, պետք է ստանա հարկ մուծեր 80,000։ Եթե full 20, պետք է մուծեր բան 160։ Հիմա իր համար ընկերությունը մուծում է 123,446 դրամ։ Որտեվ ինչ որ մի հատ X գումարը հարկել է 10-ով, մեկը հարկել է 20-ով։ Հիմա ասում եմ, այդ հաշվարկը ինձ բարդ է, որ դրանից հետո ասենք մի հատ է իր վճարած հարկի 60%-ը հաշվենք, բան, ասում եմ կլինի ես հաշվեմ, որ եթե մարդը 800,000 է աշխատավարձը, ուրեմն իր 20%-ը 160 է, ու այդ հաշվարկները, որ պետք է 60% եկամտային հարկ տամ բան անեմ, միանգամից այդ թվից հաշվեմ, որտեվ իր բանաձևերը տենց է կառուցված, դրա չի, որ մի հատ նայ փաստացի էֆեկտիվ տոկոսադրույքը, հետ գնա, տենց ոնց որ հաշվարկներ արա։ Okay, բայց R&D-ի համար միևնույնն է 500-ի վրա է, չէ՞, հաշվելու։ Հա։ Հասկացա հիմա։ Ինքը տենց Շատ դետալնի ինչ-որ բաներ։ Հա, ինքը տենց ու բաներ էլի, որ կարդում էի, ճալարում էի գնայ բանանը, ասում են, նորմալ ոնց որ սղագրած է, բայց տենց ստիպված եղա գնալ ու շատ խնդալը մի հատ բակ կա, որ այդ հիմնավորման մեջ, այդ որ գրած որ Պեկը չկարա, տենց վերջակետա դրած ու փակագիծ է։ Այսինքն սմայլիկը։ Մի հատ էլ Զավեշտալի անոնսով նորություն եղավ, երբ որ ասեմ որը։ հա, որ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջից ինչ-որ բաներ ասում, չէ, բայց քանի որ իր վրա միկրոֆոն կար, լսվեց ինչա։ Ուրեմն նայեք, երևի անկախ անալուց ի վերջ, չգիտեմ, միգուցե 90-ականների սկզբին ինչ-որ մի պերիոդ եղել է, որ տենց չեղել, չեմ կարող պնդեմ, բայց ամեն դեպքում շատ երկար ժամանակ Թուրքիայում արտահանվող երկրների ցանկը որ կա, որ երկիր կարող են արտահանել, Հայաստանը չի եղել ու պատմականորեն չնայած որ մենք Թուրքիայից լիքը ապրանքներ ենք ներմուծում, դե յուրե ինքը ձևակերպվել է հետևյալ ձև։ Թուրքիայից արտահանել են որևիցե վրացական ընկերության եւ այդ վրացական ընկերությունը վերարտահանել է դեպի Հայաստան։ Ու հիմա երևի թե որոշակի կարգավորումներից ելնելով հարաբերությունների տենց փորձում ենք սահման բացենք եւ հարաբերություն կարգավորենք, Հայաստանը հայտնվել է այդ ցուցակում, այսինքն թուրքական ընկերությունը կարողանում է ուղիղ վաճառք ձևակերպի հայկական ընկերությանը։ Ոնց հասկանում եմ այլ բան չփոխվի, այսինքն միևնույնն է ֆորը Վրաստանի միջոցով է գալու ուղիղ սահման չի բացվում, բայց ամեն դեպքում ինչա դա տալիս։ Շատ եթե անկեղծ լինեմ, ոնց որ հայկական ընկերությունը գտնում են Վրաստանում որևիցե ընկերության ու իրան ինչ-որ սիմվոլիկ գումար են տալիս, այդ պայմանական բեռը ընդունելու եւ հետո վերարտահանելու, այդ գումարը կարող տատանվեր, չգիտեմ, $50-100 Առնվազն մի բեռնատարի համար, հա։ Իրանք տարբեր ժամանակներում տարբեր գներներ հետո, չգիտեմ, կախված քո բեռների քանակից, բայց տենց եթե ինչ-որ մեկին պետք է լինում, գիտեն, որ մոտարապես շուկայական արժեքը էդ է։ Հիմա առնվազն մեկ ֆորի կտրվածքով այդ գումարը հայկական բիզնեսները պետքա որ խնայեն, եթե վրացական ընկերություններն ու վրացական պետությունը այլ բաներ չհորինի։ Մեծ փոփոխություն չի, առանձնապես ավելի սիմվոլիկ է։ Ինքը սիմվոլիկ է, այո, որտեղ տենց մեծ տնտեսական էֆեկտ չի ունենալու, բայց որ ասում ես սառույցը տեղից շարժվում է, ինչ որ է տարբերակն է։ Եթե ամփոփենք վերջի 10 օրում բավականին շատ օրենսդրական փոփոխություններ ակնարկվել, անոնսվել են կամ ինչ որ փոփոխություններ տեղի ունեցել, որը վերաբերվել է հազարավոր բիզնեսներին, շաբաթ ակտիվեր հետաքրքիր էր, բայց վստահ եմ, որ նաև շատերի համար ներվային, ստրեսային ու հույս ունեմ, որ մոտակա ապագայում այդ խնդիրները շատ արագ կարգավորվեն ու կլուծվեն։ Անձնական ֆինանսներից մինչև բիզնես ինսայթներ մենք շարունակելու ենք մեր էպիզոդները, որպեսզի ձեր որոշումների մեջ մեծացնենք ֆինանսական բանականությունը։ Այսօր այսքանն էր, կհանդիպենք։